Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես եկել եմ ծնողներին աջակցելու համար եւ մեր զինվորներին վիրավորելու համար են անդո չեղածի կոչվածի մի քիչ ուզում եմ շատ վատ բառեր չօգտագործեմ փաստորեն ինքը բոլոր ծնողներին ես աջակցում եմ անհայտ կորածներին դրա համար անգամ գալիս եմ եւ խոսքս ուղղում եմ անդոյին ուրեմն անդո այդ որ դու պարծենում ես որ քո տղան որ եթե քո տղան բարձրակարգ է դա վիրավորում է տես մի քանի հոգու է վիրավորում նախ զինվորներին է վիրավորում ծնողներին է վիրավորում եւ հայոց բանակին է վիրավորում բավարին տղային ճանաչես անդո Արցախի հերոս Դավիթ Հարուշանյանի մայրն եմ բավարին տղային ճանաչես Ռազմական ինստիտուտը գերազանց հավարտել է 11 տարի էլ Խոջալույի տանկային զորամասում ծառայել վերջում էլ Արեգասարում հերոսացել ստոր հայոց բանակում հենց որ խոսքը տեղն է եկել երբ որ իմ տղան ընդունվել է ռազմական ինստիտուտ սա միջանկյալ եմ ասում գնացի ծնողական ժողովի դասախոսը ասեց ինքը քաղաքացիական ցանկացած բուհում կսովորեր ինչի եք թողել գաստեղ մեկ էլ հետ դարա գնդապետ էր ինքը իրան ուղղեց ասեց այո լավ եք արել հայկական բանակին խելացի զինվորել է պետք անդո բոլոր զինվորներին անունից եմ ասում թքած քո ճակատինել քո տղայի վրա էլ իսկ ես լսել եմ որ ընդհակառակը քո տղան ոչնչություն է իմ տղան հերոս է հայոց բանակում հազարավոր հերոսներ են եղել մենք ունեցել ենք հոյակապ զինվորներ հոյակապ ազատամարտիկներ հոյակապ հրամանատարներ բոլորը հայոց բանակը քո ասած բանակը չի ստոր այդ որ մտակ օրվանից սկսեցիք հայոց բանակը քարուքան դանել հերոս զինվորին մահվան հասցնել այդ գիտես քո ասածով մարդիկ հավատում են որ հայոց բանակ չի եղել կամ էլ տկլորեն պահել կամ սոված են պահել հայոց բանակը որ պարադի էր դուրս գալիս աշխարհը դուրս էր գալիս որպես հանդիսատես էր բանալու դու պիտի պատասխան տաս կոնկրետ ինձ բոլոր ծնողներին պատասխան պիտի տաս մեզ վիրավորելու համար տականք ցախավել կուսակցությունից կուսակցություն փոխելով կզելով տիրոջդ նման կզելով է տուրեք հասնելու չհամարձակվեց հայոց զինվորին մի բան ասեք այդ ծնողներին բոլորին հայոց բանակում ծառայող ծնողներն են մեղավոր որ լռել են այդ տականքը տենց բաներ ասում պիտի բոլորը հետ դառնան թքեն այդ ցախավելի վրա որ ստեկ գլուխ ապահում եւ մնացածների Նիկոլից բռնցրած այս բանդիտական խումբը այս բանդիտական ոհմակը պիտի վերանա մենք ստեղծենք նոր կառավարություն նոր ղեկավարություն հայոց բանակը բարելավի վերականգնի իր նախկին ուժը դիրքերը եւ մենք չմոռանանք մեր հերոսներին ուրեմն մենք կոմանդոս ունենանք մենք մոնթե ունենանք որ հազարավոր այն պատմություններ կան նրանց մոռանանք երաբլուրը մոռանանք ու անդոյի ասածով շարժենք թքեն քո ընտանիքի վրա էլ քո տղայի վրա էլ քո վրա էլ քո կողքինների վրա է հասկանալ է խնդրում եմ չկիս եթե ուղիղ եթերա առավել եւս բոլոր քպեականների վրա թքեմ ձեր վրա գլուխ պահող խոզեր հայոց բանակին սոված են պահել են պահել իմ տղան զինվորական ա եղել հոյակապ պահել են ամեն ինչը տեղն ա եղել զենք մեկ ասմա զենք չեն արել հայոց բանակը անձեն ա եղել մեկ էլ հետ են դառնում ասում են 6 միլիարդի զենք տվել են թողել են թուրքերին տակ
տականք այդ որ չեն ունեցել, ոնց են հանձնել։ Դու հատուկ նպատակով նիկով թե չեմ վրել տականք։ Դու հատուկ նպատակով եկել ես, որ Արցախը հանձնես։ Եկել ես, որ Արցախը հանձնես, հայ ժողովրդին թուրքացնես, այն 20 հոգին էլ, որ գնացել են, պիտի ճամփին մնային։ Այն 20 հոգի տականքները գնացել են, երբեք պատմությունը նման բան չի տեսել, որ հայը գնա Թուրքին, այդ կսացներ բառից բունի մաստով, այդ տականքներ, ինչ եք հետքան ստորանում, ձեր հետ մեզ էլ եք ստորացնում, աղթ, ինչի պիտի ես հերոսի մար լինելով հանդերձ ամոթից մեռնեմ, ես չեմ ուզում ձեզ հետ ստորանամ, դուրս եկեք ռադեղեք, կորչեք, կորեք գնացեք, հայ ժողովուրդը ամաչված էր, որ ձեր նման ղեկավար ունի։